Սա Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղն է։ Մարզկենտրոնից 20 կիլոմետր հեռավորության վրա, դեպի հարավ-արևելք։ Այստեղ ապրում է 2300 մարդ։ Հայերի հետ ապրում են նաև ազգությամբ եզդի բնակիչներ, ովքեր կազմում են բնակչության 20%-ը։ Համայնքի վարչական տարածքը կազմում է 1557 հեկտար։ Եղեգնուտը վերանվանվել 1946 թվականին, մինչ այդ կոչվել է Մոլլաբադալ, այնուհետև Բադալ։ Պատմագրության մեջ հիշատակվում է, որ հին Հայաստանում Արաքս գետի մի վտակն էլ հենց գյուղի հատվածով է անցել։ Հետո երբ գետի հունը հետ է քաշվել, ցանկատարածությունները մնացել են անջրտի, այլևս դադարել են այստեղ բնակություն հաստատել։ Ճահճապատվել է տեղանքը, վերածվել Եղեգնուտի։ 11-ից 13-րդ դարերում այս վայրը որպես աքսորավայր է ծառայել։ Այդ մասին պատմում են գյուղի տարեց մարդիկ, մեծերից լսածները։ Արարատյան դաշտավայրի այս բնակավայրի կենսագրությունը սկիզբ է առնում 1914 թվականից։ Բնակիչների արմատները ձգվում են Արևմտյան Հայաստան, Ալաշկերտ, Վան, Մուշ։ Ալաշկերտից գաղթած 30 հայ ընտանիք առանձնացնելով կանգ են առնում այստեղ։ Տարածքը անասնապահության համար բավականին բարենպաստ պայմաններ ուներ։ Նրանք այնտեղ Ալաշկերտի իրենց գյուղերում, Չլկանիում ու Փեսանդաշտում անասնապահությամբ էին զբաղվել, պատմում են բնակիչները։ Մոլլաբադալում ազգությամբ թուրք 20-30 տուն բնակիչներ կային։ Առաջարկ է արվում միասին ապրել։ Օտարազգիները չեն համաձայնվում ու եկվորներին արգելում են գյուղ մտնել։ Հոգնատանչ տաճկահայաստանցի գաղթականները ստիպված են լինում կռիվ տալ։ 3 օրյա մարտերից հետո բնակավայրը մնում է ալաշկերտցիներին։ Թուրքերը գիշերով հեռանում են։ 3 տարի անց ալաշկերտցիներին են միավորվում թուրքական յաթաղանից մազապուրց վանեցիներ։ Հին գյուղատեղին ներկայիս գյուղի հարավ-արևմտյան կողմում է, Արազապ գյուղի վարչական տարածքին հարող հատվածում։ Բնակիչները մեկ առ մեկ հիշում են, թե ովքեր էին առաջին եկվորները, որ տոհմից եւ որոնք էին նրանց տները։ Այդ տները ինչ խոսք նախկինը չեն, ձևափոխված են վաղուց, այնուհանդերձ հիմա էլ այն առաջին բնակիչների անուններով են ճանաչվում։ Եղեգնուտում առաջին քարե տները հայտնվեցին 62 թվականից հետո։ Եղեգնացածք հողետները աստիճանաբար անհետանում են, իրենց տեղը զիջելով նորակառույց շինությունների։ 1975-ից այս կողմ գրունտային ջրերի հեռացման համար դրենաժներ են հորատվում։ Լայն թափով սկսվում են մելորացվել ճահճուտները։ Այսպես մշակովի հողատարածքները շատանում էին, իսկ գյուղը բարգավաճում էր։ Գյուղի պատմությունն են շարունակում ներկայացնել բնակիչները։ Եղեգնուտը աստիճանաբար դառնում էր տարածաշրջանի ամենահարուստ գյուղերից մեկը, իզուր չէ, որ այն 80-ականներին անվանվում էր ոսկյա ափ։ Գյուղում արտադրական մի քանի ձեռնարկություններ կային, այդ թվում էր եւ երկաթբետոնե սարքավորումների գործարանը, ուր արտադրվում էր ոռոգման համակարգի համար կոնստրուկցիաներ։ Այն միակն էր ողջ Անդրկովկասում։ Այսօր թալանված գործարանի կմախքն է մնացել, վրդովում են բնակիչները։ 1957-ից մինչև 1991 թվականը Եղեգնուտ, Զարթոնք ու Արտաշար գյուղերը ընդգրկված էին մեկ գյուղական խորհրդի մեջ։ Ներկայացնում է համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը։ 1957-ից մինչև 1974-ը միացյալ էին նաև այս 3 գյուղերի տնտեսությունները։ Եղեգնուտի հողատարածքները այդ ժամանակ կազմում էին 264 հեկտար, ու հենց գյուղի հողային բազայի հիմքի վրա ստեղծվել է միացյալ սովխոզ։ Գյուղական խորհրդի գրասենյակը գտնվում էր Զարթոնք գյուղում։ Համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի աշխատանքային գործունեության հիմնական հատվածը միահյուսված է իր գյուղի կենսագրությանը։ 1985-ից հետո գյուղի տարեգրությունը ձևավորվել է նրա ղեկավարության տարիներին։ Փետրվար ամսին լրանում է նրա որպես համայնքի ղեկավարի 30 տարին։ Գյուղում գրեթե այգիներ չկան։ Հողերը դրված են բանջարաբոստանային ու կերային մշակաբույսերի տակ։ Վերջին տարիներին բնակչությունը առավելապես սկսեց անասնապահությամբ զբաղվել։
ասում է Ռազմիկ Մարգարյանը, որովհետև մարդիկ տեսան, որ անասնապահությամբ հնարավոր է ապրուստի գոնե նվազագույն միջոցներ ստեղծել։ Արարատյան դաշտը Հայաստան երկրի բնակչության գերակրող հատվածն է, ուստի եւ այն մշտապես պետք է գտնվի պետության ուշադրության կենտրոնում։ Այստեղ արդյունավետ գյուղատնտեսություն կազմակերպելու համար առաջնահերթության հարց որպես կարևորվում է հողերի ջրարդիացումը, դրա լիարժեք կազմակերպումը, մի բան, որ ներկայությամբ վտանգված է։ Ռոռոկումը գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտ նախապայմաններից մեկն է, ասում է համայնքի ղեկավարը։ Այսօր գյուղացում մտահոգող խնդիրների խնդիրն է դա։ Ուրեմն ես ռոռոկման համակարգը նախ կցանկանայի, որ անպայման տեսնեի գյուղ նախարարության ենթակայության տակ։ Ոնց է գյուղնախարարությունը գյուղատնտեսական մթերք արտադրում առանց ռոռոկման ջրի համակարգ ունենալու, համայնքի ղեկավարը յուրաքանչյուր հատվածում որտեղ որ ջուր չկա, գլխով պետք է պատասխան տա։ Ինչի չկա ջուր։ Եվ վարձավճարները գանձում են ժողովրդից, բայց պատասխանատուն իբր պայմանագիրն է, երկկողմ պայմանագիրն է։ Հələ այդ որ գյուղացին է կարողանում պայմանագրով չկատարվածի համար դատական պրոցեսներում շահել դատը ու ստանալ իր վնասի հատուցումը։ Որ գյուղացին։ Երբ։ Կարա գիշեսնեք դες մի դեպք։ Իմ գյուղում եղել է, բայց տանուլ են տվել գյուղացիները։ Պետք է ասել, որ բարձր է ջրի սակագինը։ Հետո էլ պետք է հաշվի առնվի, թե ինչ ջուր է մատակարարվում։ Արդյոք կարելի է նման ջրով ռոռոկում կատարել։ Այս տարի ջրամբարը դատարկ էր։ Ստորերկրյա ջրերը պակասել են ու որպես ռոռոկման ջուր օգտագործվել են կոյուղա ջրերը։ Գիտեք, Արաքս գետը, Ախուրյանի ջրամբարը չեն կարողանում բավարարել ազգաբնակության պահանջը, հողագործի պահանջը, հողագործը նեղացած է ջրից, չկա այդ ջուրը, կոյուղի ջրերը արդեն վխտում են ամեն տեղ, հատկապես մեր համայնքի ջրամատակարարման համակարգում, գերակշռող դեր են խաղում, և դա արժե 11 դրամ, որքան էլ զարմանալի է այս ջրային օրենսգիրքը, ոչ մեկը խղճի խայտ չունի մի հատ վերցնի կարդա, դա արժե արդյոք 11 դրամ, վերջապես այդ ջուրը որքան է մատչելի բույսին և որքանով է կարելի հողին, ստացած ջրի քանակի ընդամենը 10% կարող է պիտանի լինի բույսին որպես ռոռոկման ջուր, մարդ զայրանում է, չի կարելի ժողովրդին խաբել, ընդհանրապես չի կարելի, որ այդ ջուրը մտնի այնտեղ, որտեղ որ ազգաբնակություն կա, չեմ ասում էլ այդ ռոռոկման նպատակով, ընդհանրապես այդ մասին չպետք է խոսալ, խոսք չի կարող լինել, որպես ջրամատակարարում, այդ կոյուղի ջուրը պետք է նոսրացվի, քանակություն պետք է տրվեցվի մաքուր ջրի, որպեսզի նոսրացվի, որպեսզի վտանգը փոքրանա, 100% կոյուղի ջուր տալը և հաշվել 11 դրամ, թուրի մացությունն է, տես բան չի կարելի, կոյուղի ջուրն էլ չկա, իսեր ասու, դա շաբաթներով պետք է սպասեն, որ կուտակվի, անես չի որ մշտական գալիս է։ Այսօր մտածում են, որ հողերի խոշորացմամբ կարելի է շատ հարցերից ձերբազատվել, ասում է համայնքապետը։ Բայց այսպես հողերը կհայտնվեն մի քանի խոշոր մենատնտեսների ձեռքին։ Իսկ ոչ ունևոր հողատերը պետք է վարձու աշխատող դառնան։ 1 հեկտար հողը կերակրում է 1 ընտանիք, 100 հեկտարը 100 ընտանիք։ Իսկ միավորման ժամանակ ամենաշատը 20 հոգի կարող են մշակություն անել։ Ստացվում է մնացած 90-ը մնացին անաշխատանք։ Իսկ նման դեպքում ինչ պետք է անեն։ Պարզ չէ, որ պետք է հեռանան երկրից։ Վրդովված եւ ցավով ասում է համայնքապետը։ Միավորել Արարատյան դաշտի բերրի հողերը եւ տալ մեկին սխալ է։ Լեռնային շրջաններում բավարար հողեր կան, որ հենց այնպես մնում են։ Հենց դրանք պետք է ցանկաշրջանառության տակ դնել։ Ես կարծում եմ, որ հողին էլ պետք է նայել որպես բիզնեսի միջոց ու մանր ու միջին բիզնեսի զարգացման մասին խոսելիս հողն էլ պիտի ընդգրկել այդտեղ։ Գյուղացիական փոքր տնտեսությունները պետք է համարվեն մանր բիզնեսի օղակներից մեկը։
Հողամշակությունը պետք է դիտարկվի որպես փոքր բիզնեսի զարգացման միջոց։ Պետք է պետական հովանավորություն այն զարգացնելու համար։ Միայն թե ոչ ներկայիս վարկային քաղաքականության տեսքով։ Իր կարծիքն է արտահայտում Ռազմիկ Մարգարյանը։ Քանի որ ռոռոկման հարց կա, հողերի մեծ մասը, մոտ 300 հեկտար, մատնվել է պարապորտի։ Անկամ որպես խոթարքեր դրանք պիտանի չեն։ Տարածքներ կան, որ 6-րդ տարին չեն մշակվում։ Ցավով իրազեկում է համայնքի ղեկավարը։ Անձամ մարզպետի նախաձեռնությամբ 4 հատ խորքային հոր շահագործվել Եղեգնուտ գյուղում։ 4 հատ։ Յուրաքանչյուրը ընդամենը կարող է ոռոգել 40-ից 50 հեկտար, այսինքն 250 հեկտար։ Բայց այդ ջուրը պետք է բաժանվի ժողովրդի մեջ, հողատերերի մեջ։ Մի մասը տեղակորում, մի մասը այդ մանր հողակտոնների հետ արտադրություն կազմակերպելուց Կոբի Արաքս կոչվող հատված ունենք, այդ Կոբի Արաքսի հատվածում ընդհանրապես լճերը եւ այդ կոլեկտորները չորացան։ Ախրանի ջրամբարը դատարկ էր, Արաքս գետը չոր էր։ Դե գիտեք, սև ջուրը որպես գետ այլևս Հայաստանը չունի։ Մի փոքր բան է մնացել, մի կերպ դրանով ապահովում են Մեծամորի ատոմակայանի հովացման սիստեմը։ Քաղաքային կոյողի ջրերը լցվում էր սև ջուրը, խառնում էր սև ջրի հետ։ Հիմա այդ սև ջրի հետ նույնպես շարունակում է խառնվել, փակում են դեմը, կուտակվում է, պոմպով քաշում են տալիս են ժողովրդին, պոմպով մղում են ժողովրդին, որը գնում է ոռոգման նպատակով։ Եղեգնուտում հողերը աղազերծված են։ Ներկայությամբ չի իրականացվում նման կարգի հողերի համար պահանջվող աշխատանքներ երկրորդային աղակալումից պահպանելու համար։ Դրենաժների խցանման պատճառով գրունտային ջրերը չեն հեռանում ու արդեն իսկ բավականին հողեր այլևս մշակության ենթակա չեն։ Շարունակում է իր խոսքը Ռազմիկ Մարգարյանը։ Աղազերծված հողեր են։ Հատուկ կարգավիճակ ունեն, հատուկ մշակության տեխնոլոգիա ունեն։ Այդ հողերը երկար չես կարա տես մշակես։ Այս պայմաններում դες երկար չես կարա մշակես։ 1991 թվականից մինչև 2002 թվականը իմ ուշադրության կենտրոնում է եղել ոռոգման համակարգը։ Կառուցվել են 13 ջրամղիչ պմպակայաններ։ Անցկացվել է 11 կիլոմետր կիսախողովակաշար։ Հորատվել են 2 խմելաջրի հորեր։ Եղեգնուտում մինչև 520 հեկտար ցորենի ցանքեր են եղել այդ տարիներին։ Այս տարի ցորենը ցանվել ընդամենը 32 հեկտարի վրա։ 2014 թվականի աշնանը 1 խորքային հոր շահագործվեց եւ 70 հեկտար տարածք անցավ մշակության տակ։ Մեկ ուրիշ խորքային հորի շահագործման համար համայնքային միջոցներով դեռևս վերակառուցման, մաքրման աշխատանքներ են տարվում։ Գյուղի նոր թաղամասերում նոր բաժանված տնամերձեր կան, որտեղ ընդհանրապես ոռոգում չի կատարվում։ Տնամերձերի այդ հատվածում եւս կա 1 խորքային հոր։ Գյուղապետարանը ծրագրել է վերակառուցել այն։ 2 խորքային հորեր են մնացել վերակառուցելու, որից մեկը դա է, ասում է Ռազմիկ Մարգարյանը եւ հավելում։ Հարցի կարգավորման համար հարկ է որ ոռոգումը կատարվի կաթիլային համակարգով։ Անցում կատարվի կաթիլային համակարգի։ Ու պետությունը ինքը պետք է աջակից դառնա այս հարցին, ապահովի բավարար պայմաններ երկարաժամկետ վարկերի տեսքով։ Այսօր ոչ բոլորն ունեն ֆինանսական միջոցներ նման համակարգ կառուցելու համար։ Բայց քանի որ արդեն ոռոգման ջրի խնդիր կա, անհրաժեշտություն է առաջացել կաթիլային տարբերակին անցնելու։ Ոռոգման ջրի մասին խոսում ենք, բայց պետք է անցնենք կաթիլային սիստեմի։ Կաթիլային մշակության, այգիները հատկապես, այգեգործական այդ գյուղերը, համայնքները պետք է անցնեն, այդ համայնքները պետք է անցնեն կաթիլայինի, ու պետք է այդ պայմանները ստեղծեն պետական մակարդակով։ Երկարաժամկետ վարկային պայմանագրային պայմանագրերով գյուղնախարարությունը նախաձեռնի ու սկսի այդ աշխատանքները կատարել։ Օրինակ խաղողի այգիների մոտ համար շատ լավ ստացվում է, իմ փորձից ելնելով ես գիտեմ, խաղողի այգիներին կաթիլայինը շատ լավ ստացվում։ Ինչ վերաբերում է Եղեգնուտի մյուս սոցիալ-կենցաղային խնդիրներին, հանրապետության գրեթե բոլոր համայնքներում կարծես թե նույն մտահոգություններն ունեն։
Ճանապարհների բարեկարգում, մշակութային կյանքի ոչ լիարժեքություն, խմելաջրի ջրագծերի հարց, այսօրվա գյուղը մռայլ տեսք ունի, ասում է համայնքապետը։ Եղեգնուտում տարեկան 1-2 անգամ հարթեցվում, ավազապատվում են համայնքային ճանապարհները, սակայն անձրևներից ձյունից դարձյալ նույն վիճակն է։ Կարելի ասել անիմաստ տարված ծախս։ Կենտրոնական ճանապարհը դեպի մարզկենտրոն տանող ասֆալտապատվելու է 2015-ին։ Սա արդեն պետական ծրագրով նախատեսված է։ Միջհամայնքային պետական նշանակության ճանապարհը 8 կիլոմետր անցնում է համայնքի կողքով։ Մեզ մոտ հենց մի փոքր տնտեսում է լինում բյուջեում։ Այն անմիջապես ուղղորդվում է համայնքի որևէ հարցի լուծմանը, հավելում է համայնքապետը։ Գյուղը չուներ համայնքային գրասենյակ, 2005-ին կառուցվեց այն։ Նաև բուժկետ է կառուցվել համայնքի բյուջեով։ Այդ նույն տարում կառուցվել է զոհվածների հիշատակի հուշարձան։ Գյուղը գազաֆիկացվել է 2004 թվականին, ամբողջապես համայնքի միջոցներով։ Մարզում առաջիններից են, որ ունեցանք կապույտ այս վարելիք։ Շարունակում է կատարված գործերի մասին իր խոսքը Ռազմիկ Մարգարյանը։ Մշակույթի տուն գյուղը ի սկզբանե չի ունեցել։ Փոքրիկ փողաշեն ակումբ եղել է, կավից սարքած, մինչև 70-ականները, սակայն այն այլևս չկա։ Համայնքը միջոցներ չունի մշակութային նոր օջախ կառուցելու, իսկ որևէ կազմակերպություն էլ դժվար հանձնառնի նման մեծ գործ։ Ուստի հույս չկա, որ գյուղը մոտ ապագայում կունենա նման շենք, ասում է Ռազմիկ Մարգարյանը։ Այժմ ծրագիր կա մանկապարտեզի մի մասնաշենքը վերանորոգել ու դարձնել հավաքատեղի գյուղի մեծերի համար, նաև զբաղմունքի վայր երիտասարդների համար։ Մանկապարտեզը, որ 1987 թվականից չէր գործում, 2015 թվականի գարնանը կսկսի գործել։ Այն վերակառուցվել է եւ դարձյալ համայնքապետարանի միջոցներով։ Փոխվել է տանիքը, երկու հարկը ամբողջապես նորոգ տեսքի մեջ են։ Ձեռք է բերվել գույք։ Կարելի ասել Եղեգնուտ համայնքի վերջին ձեռքբերումներից մեկը մանկապարտեզի նորոգումն էր, ասում են բնակիչները։ Մնում է լուծվի ջեռուցման հարցը։ Սա Եղեգնուտի դպրոցն է։ Այն վերանորոգվել է 2005 թվականին կառավարության միջոցներով։ Ներկայությամբ դարձյալ նորոգման անհրաժեշտություն է զգացվում։ Դպրոցի աշակերտների թիվը 247 է։ Ավարտական դասարանում 10 են, առաջին դասարանցիները 19։ Անցած ուսումնական տարում 29 աշակերտ էին սովորում առաջին դասարանում։ Աշակերտների թվի նվազումը շարունակական բնույթ է կրում։ Լավագույն շրջանը դպրոցի համար 80-ականներն էին, ասում է տնօրենը։ Դպրոցի աշակերտների թիվն այն ժամանակ հասել էր 480-ի։ Ահա այսպիսին էր Եղեգնուտը, նրա անցյալն ու ներկան։ Այսպիսին են նրա ձեռքբերումներն ու հոգսերը։